մի պահ պատկերացնենք, որ բոլոր դպրոցները փակվել են։ Մի ուրախացեք։ Կրթության ու գիտության նախարարությունը դեռ ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ։ Կարծում եմ, այստեղ ներկա ծնողներից ոչ ոքի համար նորություն չէ, որ երեխաների մեծ մասն անմարդկային ջանքեր է գործադրում, որպեսզի առավոտյան ժամը 7-ին արթնանա և բռնի դպրոցի ճամփան։ Որոշ ուսուցիչներ կարծում են, որ երեխաներն ունեն սահմանափակ կարողություններ և սովորում են այնքան, ինչքան թույլ են տալիս իրենց կարողությունները։ Եթե դա այդպես է, ապա ինչու են երեխաներին տարբերակում ծույլիկ և գերազանցիկ մականունով։ Ծույլիկ, այսինքն ծույլ, այսինքն նա, ով ոչ թե չի կարող, այլ պարզապես չի ցանկանում սովորել։ Այստեղ հարց է առաջանում, ո՞րն է պատճառը, որ դասարանի աշակերտների 80%-ը չեն ցանկանում սովորել։ Երբ գնացել ենք մեր մարզպետի հետ հանդիպման, որոշեցինք բարձրացնել այն հարցը, որ մեր դպրոցում չկան համապատասխան միջոցներ, որոնցով կարողանայինք լաբորատոր փորձեր կատարել։ Եվ գիտեք մեզ ինչ պատասխանեցին։ Ասացին, որ լավ սովորող աշակերտն առանց այդ փորձերի էլ կարող է լավ սովորել։ Եվ տարբեր դպրոցներից օրինակներ բերեցին, թե ինչպես են հանրապետական օլիմպիադայի հաղթող դարձել այնպիսի աշակերտներ, ովքեր իրենց դպրոցներում փորձեր անելու հնարավորություն չեն ունեցել։ Բան չունեմ ասելու, հնարավոր է, բայց չէ որ նման դեպքեր հաճախ չեն հանդիպում։ Մեր դպրոցներում հազարավոր երեխաներ չունեն նման վառ երևակայություն, որպեսզի կարողանան կալցիումի օքսիդի և երկակի պոթասիումի հիպերքլորիդի ռեակցիան մտովի պատկերացնել։ Եթե դա ձեզ հաջողվեց, շնորհավորում եմ։ Դուք այն եզակիներից եք, ովքեր ունեն փայլուն երևակայություն։ Իսկ դուք գիտեք, որ Շվեյցարիայում աշակերտներին գումար են տալիս դպրոց հաճախելու համար։ Իսկ Հայաստանում շատ դեպքերում գումար էլ տան էլի չեն համաձայնվի դպրոց հաճախել։ Ընդհանրապես, այսօր Հայաստանում կրթության վիճակը այնքան վատ է, որ դպրոցական կյանքի ամենակարևոր արարողությունները դարձել են վերջին զանգը և իհարկե դասից փախչելը։ Իսկ ովքեր են այդ փախուստի առաջնորդները, դե իհարկե ծույլիկ աշակերտները։ Բայց գիտեք ինչ, ես այդ աշակերտներին ծույլիկ չեմ համարում։ Իսկական ծույլիկները դրանք այն մարդիկ են, ովքեր ոչ մի ջանք չեն գործադրում դպրոցները համապատասխան կույքով ապահովելու համար, կամ նրանք, ովքեր չկարողանալով երեխայի հետաքրքրությունն առաջացնել դեպի դասը, ուղարկում են նրան տնօրենի մոտ։ Ձեր կարծիքով, եթե աշակերտին ասենք, որ Ամերիկա մայրցամաքը գտնվում է արևմտյան կիսագնդում, իսկ հարավային ու հյուսիսային Ամերիկաները իրար են միանում Պանամայի պարանոցով, կհասկանան։ Իհարկե ոչ, բայց մի զարմացեք։ Ես չեմ առաջարկում Հայաստանում սովորող բոլոր աշակերտներին ուղարկել ծովային ճանապարհորդության դեպի Պանամայի պարանոց։ Բայց եթե դասարաններում լինեն քարտեզներ, վավերագրական ֆիլմեր ցուցադրելու հնարավորություններ, համոզված եմ, երեխաների հետաքրքրությունը քիչ թե շատ կմեծանա և կսկսեն հետաքրքրվել դասով։ Չէ որ նրանք, ովքեր դասով չեն հետաքրքրվում, սկսում են դասի ժամին կողմնակի բաներով զբաղվել, խոսել ու աղմկել։ Իսկ արդյունքում նրանց դասարանից դուրս են անում, ուղարկելով տնօրենի մոտ և անվանելով նրան ծույլիկ։ Բայց չէ որ մեր դպրոցներում կան նաև սրտացավ ու բարի ուսուցիչներ, ովքեր ամեն ինչ անում են, որ դասը փոքր-ինչ հետաքրքրի աշակերտին։ Այստեղ հիշեցի մեր գրականության ուսուցչուհուն։ Նա տնից իր նոթբուքը բերել էր, որպեսզի կարողանայինք Պեպո ֆիլմը նայել։ Իսկ մեր քիմիայի ուսուցչուհին ուրիշ դպրոցից նյութեր էր հայթայթել, որպեսզի այդ դասին վերաբերվող փորձը կատարեինք։ Նաև աշխարհագրության ուսուցչուհուս նշեմ։ Նա մեզ հանձնարարել էր տեսահոլովակ պատրաստել Հայաստանի Հանրապետության կարմիր գիրքը վերնագրով։ Մենք պետք է բաժանվեինք խմբերի։ Մեզ տրված էր 3 օր ժամանակ, իսկ իմ խմբում բոլորը վատ առաջադիմություն ունեցող տղաներ էին։ Բայց գիտեք ինչ եղավ։ Մեզ այնքան էր հետաքրքրել աշխատանքը, որ արդյունքում բոլորս 10 ստացանք և արժանացանք ուսուցչուհու գովեստի խոսքերին։ Տեսնում եք, անհնարին ոչինչ չկա։ Պարզապես լավ կլիներ, որ ուսուցիչները ամեն անգամ ինտերնետից կրկնօրինակված ռեֆերատներ հանձնարարելու փոխարեն մի այլ, ավելի հետաքրքիր բան մտածեին, որը կհետաքրքրեր ամբողջ դասարանին։ Իսկ այն աշակերտները, ովքեր ամեն անգամ բողոքում են իրենց տրված առաջադրանքից, կարող են իրենց տարբերակներն առաջարկել փոքր-ինչ հետաքրքիր դարձնելու համար։